այդ օրաքննիներում մարդկային գործոնը, մարդկային կարողությունների սահմանափակության հնարավորությունը։ Սա իհարկե բարյացակամ վերաբերմունքի դեպքում, եթե համարենք, որ նախագահը ճնշման է ենթարկվել։ Այլապես մենք պետք է արձանագրենք, որ գործ ունենք իր պաշտոնական դիրքին չհամապատասխանող, հետին նկատառումներով կամ գաղտնի գործակալական ցանցի պետերի հրամաններով առաջնորդող անձի հետ։ Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, այսինքն որևէ բանում նախապես չմեղադրելով, եւ համարելով, որ պաշտոնապես բազմիցս ազդարարված ուղղույց շեղումը աննախադեպ ճնշման հետևանք է, հիշեցնենք, որ Հայաստանի պետական պաշտոնյան միայն սեփական ժողովրդի ճնշումը պետք է օրինական համարի։ Միայն սեփական ժողովրդի ճնշումը։ Ճիշտ է, մենք ունեցել ենք նախադեպ, երբ նախագահն ասել է, ձեզ հայտնի ուժերի ճնշման տակ ես հրաժարական եմ տալիս։ Բայց դա մեզ համար օրինաչափություն չի, եւ բոլորս մշտապես դա համարել ենք դատապարտելի։ Ուրեմն որևէ այլ ճնշման առաջին իսկ ազդանշանը մանավանդ ՀՀ նախագահի դիրքերից պետք է ընկալվեր որպես անհարգալից եւ ազգի ու մարդկության համար վտանգավոր դրսևորում։ Բազմաթիվ պետական պաշտոնյաներ հրապարակավ խոսել էին եվրոպական կողմնորոշման նախընտրելիության մասին։ Հիշում ենք, բազմաթիվ ելույթներ ես անուններ չտամ։ Հիմա ակնկալելի է, որ նրանք պետք է հանդես գան հրաժարականների շարքով։ Կամ էլ ինչ, մենք պիտի համարենք, որ ինքնամերժումը օրինաչափություն է դառնում Հայաստանում։ Բազում անգամներ կոմունիստական կայսրության, հանցավոր կոմունիստական կայսրության փառաբանումով հանդես եկած։ Գիտեք ինչու հանցավոր, որովհետև մոտավորապես 80 միլիոն մարդ է սպանվել 70 տարիների ընթացքում։ Եթե 80 մարդ սպանվածներ արդեն հանցավոր են, իսկ այստեղ 80 միլիոն մարդ է սպանվել։ Եվ այսօր այն վերականգնել իր հիմնական առաքելությունը համարող Պուտինյան կլանին, խոսքը վերաբերում է նրան, որ այդպիսի հայտարարություններով մեկ անգամ չէ, որ նրանք հանդես են եկել, որ սովետական միությունը լավն էր, ափսոս մենք կորցրինք սովետական միությունը։ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին հրապարակավ արձագանքել 91 թվականին հանրաքվեն վկայակոչելով։ Իսկ հայ ժողովուրդը 94%-ով ոչ է ասել ձեզ եւ ձեր բոլոր նախասիրություններին։ Սակայն դրա համար պետք էր ազգային ու համամարտկային արժեքներն ընկալած լինել ողջ էությամբ, ոչ թե Լենին պարտիա Գորբաչով գոռալով կամ կոմունիստական վարչակազմի մի աշխատակից լինելով գալ Հայաստանի իշխանության, այլ պետք էր ողջ էությամբ ընկալած լինել ազգային համամարտկային արժեքները։ Եվ ամենակարևորը պետք է հասկանալ, որ ճշմարտությունների ուրացումով ճանապարհ է բացում ստի ու կեղծիքի համար, այսինքն չարի իշխանության համար։ 40 տարի առաջ ասպարեզ իջեցնելով ինքնորոշման անկախանալու գաղափարը 1973 թվականին եւ դրանից հետո 14 տարի ռուսական բանտերում անցկացնելուց հետո ստեղծելով հրապարակայնորեն այդ նպատակին ծառայող ազգային ինքնորոշում քաղաքացիական միավորումը, ազգային ինքնորոշումը այն ժամանակ կուսակցություն չէր, դա քաղաքացիական միավորում էր, որում ընդգրկված էին տարբեր կուսակցությունների մարդիկ։ Ես նկատում եմ եւ դաշնակցական, եւ կոմունիստ, դաշնակցականներ 1-2, բայց հիմնականում կոմունիստ։ Ուրեմն ազգային ինքնորոշում միավորումը ինձ հնարավորություն տվեց մեր ժողովրդի սեփականությունը դարձնել սեպտեմբերի 21-ը։ Հիմա այլ է վիճակը։ Այսօր արդեն պետությանական կազմակերպություններ, պաշտոնապես գրանցված կուսակցություններ կան, բայց այս հարցում իրական դաշնակիցներ գտնելը շատ դժվար է։